Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, իրավագիտության տեխնացու Արթուր Դանիելյանն է Ալֆա Նյուզի տաղավարում, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը հրապարակեց իր անվտանգության ծրագիրը 6 դրույթներից բաղկացած, որոնք են ուժեղ դիվանագիտություն, ուժեղ բանակ, պաշտպանված երկինք, խելացի սահման, արժանապատիվ ծառայություն եւ տեղական ռազմաարդյունաբերություն։ Առաջարկում եմ սկսել ռազմական բաղադրիչից, մասնավորապես ինչ ասել է խելացի սահմանների համալիր համակարգ։ Մարդկային գործոնը նվազեցնելու համար է սա արվում եւ արդյոք այդ սահմանները պաշտպանելու այլընտրանքներ մտածված են, արդյոք այդ սահմանները իրենք էլ չեն թիրախավորվելու թշնամու կողմից։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ձեր թույլտվությամբ ես կցանկանայի սկսել հենց առաջին կետից, ուժեղ դիվանագիտությունից, որը որ նպաստելու է խաղաղության եւ անվտանգության կայացմանը Հայաստանում։ Ինչի է հենց առաջին կետով նշված ուժեղ դիվանագիտություն, որովհետեւ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում առաջնահերթը մեզ համար հենց ուժեղ դիվանագիտություն ունենալն է եւ ուժեղ դիվանագիտության միջոցով է, որ պետք է կանխվեն եւ նախականխվեն բոլոր տեսակի սպառնալիքները Հայաստանի Հանրապետության համար։ Եվ դիվանագիտության պրոֆեսիոնալ կիրառումը պետք է ապահովված լինի նաեւ քո ներքին ռազմական ուժով, այսինքն դու պետք է ունենաս բավական պաշտպանական ամուր համակարգ, որպեսզի դիվանագիտական դիրքերը նույնպես կարողանաս ամուր պահել։ Ինչ վերաբերվում է ձեր ասած կետին, խելացի սահմանին, բնականաբար 21-րդ դարում պետք է կիրառվեն մեր ժամանակներին համահունչ տեխնոլոգիաներ, ինչը իրավացիորեն նշեցիք, որ պետք է ավելի քիչ ֆիզիկական ներկայացվածություն ունենա սահմանների վրա, պետք է լինեն կանխող, նախականխող, հսկող նորարարական տեխնոլոգիաներով հագեցված եւ կահավորված սահմաններ, որոնք որ թիրախ չեն դարձնի մեր զինծառայողներին։ Բայց իրենք եւս թիրախում են լինելու այդ համակարգերը։ Տեսեք, համակարգերը ես չեմ ուզենա շատ մանրամասն մասնագիտական վերլուծություն ձեզ տրամադրեմ, որովհետև այդ համակարգերի վրա աշխատել են հենց կոնկրետ մասնագիտացված կրթություն եւ փորձ ունեցող անձինք, բայց մի բան ակնհայտ է։ Համակարգը այնպեսին պետք է լինի մոբիլ, այսինքն պետք է լինեն նորարարական տեխնոլոգիաներով հագեցած այնպիսի սահմաններ, որոնք որ մինչև թիրախավորվելը ունեն նախականխող եւ պաշտպանիչ համակարգեր։ Աշխարհում նման փորձ կա։ Աշխարհում նման փորձ կա եւ մեր թիմը, մեր ուժը ուսումնասիրում է աշխարհում տարբեր երկրներում տեղ գտած լավագույն փորձը, որը որ բնականաբար անհրաժեշտություն ենք տեսնում տեղայնացնել եւ կիրառել նաեւ Հայաստանի Հանրապետությանը եւ ունենանք անվտանգ սահմաններ։ Քանի որ ռազմական բաղադրիչին ենք անդրադարձել, շարունակենք նաև այդ թեմայով, ռազմական հետախուզության եւ կանխատեսման համակարգ եք նախատեսում, որը պիտի սպառնալիքները վաղ փուլում հայտնաբերի։ Սա ենթադրում է արդյոք գոյություն ունեցող համապատասխան ստորաբաժանումների գործառույթների փոփոխություն եւ մեր զինված ուժերը արդյոք պատրաստ են այդ փոփոխությանը։ Տեսեք, այդ փոփոխությունը հստակ ծրագրային ներառված է մեր անվտանգային ծրագրի երկրորդ բաղադրիչում, ուժեղ բանակ ունենալու բաղադրիչում։ Դա ընդհանուր վերաբերվում է բոլոր ստորաբաժանումների ավելի էֆեկտիվ եւ ավելի Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած մարտահրավերներին համապատասխան մոտեցումներ եւ լուծումներ։ Հետ վերադառնանք դեպի դիվանագիտություն, առաջի քայլը, այդպես որը նախանշվել է, ինչ ասել է ուժեղ դիվանագիտություն։ Արդյոք միայն դիվանագետի փոփոխությամբ կամ բանագնացի փոփոխությամբ հնարավոր է հասնել ուժեղ դիվանագիտության։ Կա արդյոք ռազմավարական պլան հենց այս կետի հետ կապված, առաջիկա 2, 3, 4, 5 օրերի կամ ամիսների, թե ինչ պիտի անի ուժեղ Հայաստանը, ուժեղ Հայաստանի առաջնորդը, երբ կստանձնի երկրի ղեկավարի պաշտոնը։ Բնականաբար մենք անհրաժեշտություն տեսնում ենք բանակցողի փոփոխության։ Եվ ինչպես բազմիցս նշել ենք, ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի տեխնացու եւ ԱՊԳ Հայաստանի Հանրապետության վարչապետ Սամվել Կարապետյանը այն անձն է, ով ունի բավականաչափ հմտություններ բանակցությունները նոր մակարդակի բերելու եւ հենց այդ գործընթացը առաջին օրվանից սկսած պետք է իրականացվի, պետք է բարձրացվի Հայաստանի Հանրապետության սուբյեկտայնությունը,
պետք է Հայաստանի Հանրապետությունը դիտարկվի որպես իր շահերը պաշտպանող, ինչպես նաև իր գործընկերների եւ բարեկամ պետությունների համար հասկանալի գործընկեր։ Մեր բոլոր միջազգային պարտավորությունները պետք է լինեն հստակ։ Եթե խոսքը գնում է խաղաղության մասին, խաղաղության վերաբերյալ մեր համար առաջնային եւ կարևոր նշանակություն ունի մեկից ավելի երաշխավորների առկայությունը, որը որ հնարավոր է միանշանակ բանակցողի ուժեղ բանակցողի առկայությամբ եւ ճիշտ պրոֆեսիոնալ դիվանագիտական աշխատանք տանելու միջոցով։ Կարող եք նախանշել, ովքեր կարող են, որ երկրները կարող են դիվանագիտական հարաբերություններ հաստատել, այսինքն ռազմավարական համագործակցության շրջանակներում դառնալ Հայաստանի գործընկերը։ Եկեք տեսնենք իրավիճակը ինչպիսին է հիմա Հայաստանի շուրջ։ Ինչ վերաբերվում է խաղաղությանը, բոլոր այն կենտրոնները, ովքեր որ մինչ այժմ հայտարարել են, ինչ որ ձևով աջակցել են տարածաշրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությանը, կարող են դիտարկվել որպես պոտենցիալ գործընկերներ եւ երաշխավորներ։ Այսինքն մենք չենք դառնալու մի երկիր, որտեղ որ բախվում են տարբեր գերտերության շահերը։ Մենք տեսնում ենք այդ ցանկությունը եւ մոտեցումը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում լինի անվտանգ եւ խաղաղ։ Եվ այդ խաղաղությանը հասնելու համար Հայաստանի Հանրապետությունը ինքն էլ պետք է ջանքեր գործադրի, այլ ոչ թե միայն համաձայնվի բոլոր այն նախապայմաններին եւ թելադրանքներին, որպեսզի չդառնա սպառնալիք։ Բնականաբար մենք սպառնալիք չենք եւ սպառնալիք դառնալու միտում չունենք։ Պարզապես եղած խաղաղությունը, որը որ հարաբերական մենք տեսնում ենք այսօր, պետք է ամրագրվի իրավաբանական ուժ ունեցող, պարտադիր ուժ ունեցող փաստաթղթի միջոցով, որը որ կերաշխավորվի մեկից ավելի կենտրոնների կողմից։ Հաջորդ կետը պաշտպանված երկինք ունենալու մասին է, հակաօդային պաշտպանության համակարգ, դրոնների որս իրականացնող սարքեր եւ այլն։ Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեն բավարար է այսպիսի պատկեր ունենալու համար։ Այն քաղաքականությունը, որը որ վարում է օրվա իշխանությունը, ցույց է տալիս, որ պաշտպանական միջոցների վրա տեղի են ունենում խնայողություններ։ Եվ դա բացատրվում է իրենց կողմից մի հանգամանքով, որ քանի որ արդեն ունենք խաղաղություն, հետեւաբար մեզ պաշտպանական բյուջեի կրճատումը որևէ սպառնալիքի առաջ չի կանգնեցնում։ Մեր մոտեցումը տարբերվում է։ Հիմքում պետք է լինի ուժեղ տնտեսությունը, Հայաստանի Հանրապետության ապագայի տեսլականի հիմքում պետք է լինի ուժեղ տնտեսությունը եւ բնականաբար պետք է պաշտպանության համար տրամադրվի այնքան բյուջե, ինչքան որ հարկավոր է, այսինքն որևէ բան ավելի կարևոր չի, քան մեր պաշտպանությունը եւ անվտանգությունը։ Հետևաբար պաշտպանության բյուջեին տրվող գումարների չափը պետք է համապատասխանեցվեն այն ծրագրային դրույթներին, որոնք որ մենք առաջարկել ենք։ Համապատասխանեցնեն, թե նաև բարձրացվեն։ Համապատասխանեցնելը արդեն իրենից ենթարկվում է, որ պետք է բարձրացվեն, որովհետեւ Նկատում ռազմական բյուջեի ավելացում դուք չեք նախատեսում։ Նախատեսում ենք, իհարկե նախատեսում ենք, որովհետեւ նոր տեխնոլոգիաների ձեռքբերումը, նոր համակարգերի ներդրումը միանշանակ պահանջելու են ավելի շատ բյուջե, քան որ այսօր հաստատված է։ Իսկ երկնքի հետ կապված կան որոշակի թվեր։ Որոշակի թվեր թույլ տվեք ես այդ դաշտ չմտնեմ, բյուջեն ինչքանով կբարձրանա, ինչ չափի կլինի, որովհետև դա ուղղակի կապված է նրա հետ, թե պաշտպանական տեխնոլոգիաների ձեռքբերումը եւ համակարգերի ներդրումը ինչ բյուջե կպահանջի։ Այսինքն մենք չենք գնալու սակարկությունների մեր անվտանգության մասով, քանի որ չունենք բյուջե։ Իսկ բյուջեն պետք է բնականաբար լինի բավարար, որպեսզի մեր համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները մենք կարողանանք կազմակերպել։ Օդային հարցերով ձեր խորհրդատուն իսրայելցի բրիգադային գեներալ է։ Մամուլում եւ սոցիալական ցանցերում դա շատ մեծ աղմուկ բարձրացրեց, այդ աղմուկը մինչեւ այսօր չի դադարել։ Դրան իհարկե արձագանքեց ձեր թիմի ղեկավար Նարեկ Կարապետյանը, բայց այդուամենայնիվ ինչու ընտրությունը կանգ առավ հենց իսրայելցի բրիգադային գեներալի վրա, այստեղ հանգամանքները շատ են, ես անգամ չգիտեմ որտեղից սկսեմ։ Նախ առաջինը Իրան-Իսրայել հակամարտությունը նկատի առնելով մարդիկ դժգոհեցին, երկրորդը 44-օրյա պատերազմի ժամանակ Իսրայելի ուրեմն Ադրբեջանի ցուցաբերած օգնությունը մատնանշեցին, եւ այդպես շարունակ, եւ նաեւ ոմանք գտել էին այն հոդվածները, որոնք իսրայելցի գեներալը գրել է
Իրանի հետ կապված, Իրանի պատերազմի հետ կապված իր աջակցությունը հայտնելով իհարկե իր սեփական պետությանը Իսրայելին։ Հասկանալի է հարցը, տեսեք, կոնկրետ անձի հետ կապված ես կուզենամ կրկնվել այն արտահայտությունները, որը որ մենք արել ենք, այն իրողությունը, որը որ մենք պնդել ենք։ Սամվել Կարապետյանը ցանկացած ոլորտում մշտապես համագործակցում է ոլորտի լավագույն ներկայացուցիչների հետ մասնագիտական, խորհրդատվական ծառայություններ, փորձագիտական ծառայություններ ստանալու համար։ Ինչ վերաբերվում է այդ անձի ազգությանը, բնականաբար ստեղ Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթությունը իր զինվորի, իր հայրենիքի պաշտպանությունն է։ Եվ մենք գիտենք, որ նաև պրակտիկայում տեսնում ենք, որ Իսրայելի հակաօդային պաշտպանությունը համարվում է աշխարհում լավագույններից մեկը։ Բնականաբար միջազգային փորձի ուսումնասիրությունը շատ կարևոր է նմանատիպ կարևոր ոլորտի համար եւ միջազգային փորձի տեղայնացումը մեր համար շատ կարևոր է նաեւ տեսնելով որ կա միջազգային փորձ արդյոք այդքան կարևոր է փորձագետի ազգությունը բնականաբար փորձագետի ազգությունը այստեղ կարևոր չէ եւ այս թեմայի շուրջ ես կուզենամ նորից մենք վերադառնանք մեր առաջին կետին ուժեղ դիվանագիտության երբ որ դու ունես ուժեղ պետություն ուժեղ ղեկավար ում խոսքը ունի կշիռ բնականաբար նման պրոյեկտներում որևէ փորձագետի ազգությունը չի կարող կանխորոշել քո աշխարհաքաղաքական դիրքորոշումը։ Մեր դեպքում չի կարող, գուցե Իսրայելի դեպքում կարող է, իսրայելցու դեպքում կարող է։ Այնտեղ նաև հնչեցին մտավախություններ, որ գուցե Մոսադի գործակալ է կամ տվյալներ կփոխանցի սրան ինչպես է վերաբերվում։ Դա նորից խոսում է Եվ այսպես մի տեխնիկական հարց, եթե կարելի է։ Դուք այդ անձի հետ պայմանավորվել եք դեռ մինչև Իրան-Իսրայել հակամարտությունը։ Այո, այդ խումբը ձևավորվել է մինչև այս հակամարտությունների սրման փուլը։ Բայց նորից եմ ուզում նշել, մեզ համար կարևոր է, որպեսզի մենք տեղայնացնենք միջազգային գոյություն ունեցող լավագույն փորձը։ Իսկ ինչ վերաբերվում է, որ այլ մեր հարևան եւ բարեկամ պետությունների կողմից կարող է դա վատ ընկալվել, դա նորից խոսում է այսօրվա իշխանության վարած թույլ արտաքին քաղաքականության մասին։ Եթե այլ ազգի ներկայացուցիչներ լինեին, բնականաբար պետք է ինչ-որ էլի որոնեին որևէ պատճառ փնովելու կամ ինչ-որ վատաբանելու, բայց թիմում կա նաև Հունաստանի ներկայացուցիչ, կա նաև Հայաստանի Հանրապետության փորձառու ներկայացուցիչներ։ Ես ուզում եմ ասել, որ մեր որոշումները կայացվում է մեր կողմից, իսկ փորձագիտական վերլուծությունները, որոնք որ ուսումնասիրվում են մեր տեղական մասնագետների կողմից, լավագույնս պետք է կիրառվեն հենց հայկական շահի համար։ Իդեպ փորձագետները երկար են մնալու Հայաստանում, մինչև իրենց փորձառությունը կփոխանցեն այստեղի մասնագետներին, հա, ովքեր կկարողանան արդեն ծրագրային անհրաժեշտությունից ելնելով կարող են ներգրավվել նաև նոր փորձագետներ, այլ ազգության, այլ ճանապարհ անցած, այսինքն ըստ անհրաժեշտության, եթե մենք ուզում ենք ունենալ պաշտպանված երկինք, եթե մենք ուզում ենք լավագույն փորձը տեղայնացնել Հայաստանի Հանրապետությունում, անխուսափելի է օտարերկրյա տարբեր մասնագետների, փորձագետների հետ աշխատանքը։ Միջազգային փորձի ուսումնասիրությունը ենթադրում է նաև արտասահմանցի փորձագետների ներգրավվածություն փորձագիտական հենց միայն մակարդակի վրա եւ ոչ ավել։ 5-րդ կետը արժանապատիվ ծառայության մասին է, եթե փորձենք այսպես ամփոփ նաև այնտեղ բնակապահովման ծրագրի մասին էր խոսք գնում, արդյոք անվճար բնակապահովման մասին եք խոսում։ Արժանապատիվ ծառայության մասին խոսելիս նախ անհրաժեշտ եմ համարում նշել, որ պետք է լինի նաև արժանապատիվ վարձատրություն։ Այսինքն դա ոչ թե պետք է լինի սիմվոլիկ գումար զինծառայողների համար, այլ պետք է որևէ նշանակություն ունեցող, որևէ հարց լուծող գումարի չափ լինի։ Այնուհետև ծառայության ավարտից հետո անվճար կրթության մասին է խոսքը գնում մեր ծրագրով, նաև դա ենք առաջարկում, որ զինծառայությունից հետո անվճար բարձրագույն կրթություն կարող են ստանալ։ Ցանկացած համալսարանում, պետական համալսարանում, պետական բուհերի մասին է խոսքը գնում բնականաբար, իսկ ինչ վերաբերում է բնակապահովման ծրագրին, դա ես կուզենայի ձեզ ուղղորդել դեպի մեր տնտեսական ծրագրերի քաղաքականությունը։
բնականաբար զինվորական ծառայություն անցած եւ մարտական ճանապարհ ունեցած մարդկանց համար պետք է լինեն պայմաններ, որպեսզի ծառայության ավարտից հետո էլ նմանատիպ խնդիրների մասին նրանք հոգսեր չունենան։ Եվ բոլոր խոստումների ամփոփումը որպես 6-րդ կետի տակ տեղական ռազմաարդյունաբերությունն է։ Իհարկե, սրա մասին շատ խոսել չենք կարող հասկանալի պատճառներով, բայց այդուամենայնիվ դուք հաշվարկներ ունեք, ինչ կարող է արտադրել Հայաստանը եւ գլխավորապես այնինչ որ կարող է արտադրել, արդյոք կարող է արտադրել ինքնուրույն առանց դրսի մասնագետների ներգրավման, նաեւ հաշվի առնելով հարցի լրջությունը եւ նրբությունը։ Ինչ վերաբերվում է առաջին հարցին ձեր, թե որ ոլորտների կոնկրետ ինչ արտադրություններ պետք է լինեն, բնականաբար ոլորտների մասնագետները ունեն ուսումնասիրություն եւ բավականին շատ պաշտպանական միջոցներ հնարավոր է արտադրել Հայաստանի Հանրապետությունում, լինեն դա դրոններ, լազերային տեսախցիկներ եւ այլն, այսինքն ոլորտային մասնագետները ունեն բավարար ուսումնասիրություն կատարած եւ այդ ոլորտները արդեն իսկ հայտնի են։ Իսկ ինչ վերաբերվում է միջազգային փորձի կիրառմանը, բնականաբար ցանկացած արտադրություն սկսելու համար, եթե Հայաստանի Հանրապետությունում այդ գիտական պոտենցիալը չգտնվի, որպեսզի լավագույնս իրականացվի արտադրությունը միջազգային չափանիշներին համապատասխան, հնարավոր են եւ ինձ թվում է երբեմն նաեւ պարտադիր են միջազգային լավագույն փորձագետներին որպես խորհրդատու ներգրավել, հրավիրել արտադրական process-ը ճիշտ եւ որակյալ կազմակերպելու համար։ Այո։ Եվ ավելի շատ տեղական արտադրող, այսինքն մեր տեղական մասնագետներն են ներգրաված լինելու, թե դրսի։ Շատ ոլորտներում անհրաժեշտություն է առաջանալու միջազգային փորձի ուսումնասիրությունը եւ դրսից լավագույն մասնագետներին հրավիրել, որպեսզի նոր տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանում իրականացվի հնարավորինս էֆեկտիվ։ Եվ դուք որպես իրավագիտության տեխնացու, նաեւ մարդը, որ արդեն քաղաքական կարիերա է սկսել, ազգային անվտանգության ռազմավարությունը առաջին անգամ, վերջին անգամ ավելի ճիշտ մեր երկրում ընդունվել է 2007 թվականին։ Այս կետերը, որոնք քիչ առաջ միասին քննարկում ենք, այս կետերին հասնելու համար արդյոք անհրաժեշտ է լինելու փոխել այս փաստաթուղթը 2007 թվականից ստորագրված։ Տեսեք, այս բոլոր ծրագրային կետերը պետք է լինեն նախ առաջին հերթին կառավարության ծրագրերում ներառված։ Կան կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ նպատակներ պետության զարգացման համար։ Եվ ունենք նաեւ բավականին մենք շատ լավ բովանդակություն ունեցող փաստաթղթեր, օրենքներ, հայեցակարգեր, որոնք որ ցավոք սրտի մնում են թղթի վրա։ Առաջնային ենք համարում, որպեսզի մեր ունեցած օրենսդրական բազան կիրառենք ամբողջությամբ։ Ցանկացած փոփոխություն պետք է միտված լինի Հայաստանի Հանրապետության զարգացմանը եւ մեր առաջարկած ծրագրերի իրականացմանը։ Շատ քաղաքացիներին այլ հետաքրքիր է, աշխարհակաղակական վեկտորի փոփոխություն լինելու է, հապկից դուրս գալու ենք, արդյոք այն նախնական ելակետային դիրքը, որ այսօր ունի Հայաստանը, պահպանելու է այս 6 կետերին հասնելու համար։ Ասեմ, աշխարհակաղակական վեկտորի փոփոխություն Հայաստանի Հանրապետությունը Սամվել Կարապետյանի վարչապետ լինելու պարագայում չի նախատեսում։ Ինչ ենք նախատեսում մենք։ Առաջին հերթին Հայաստանի Հանրապետության իշխանությունը պետք է գիտակցի, թե ինչպիսի միջազգային պարտավորություններ ունի ստանձնած եւ ինչպիսի իրավունքներ ունի վերապահված տարբեր միջազգային կառույցներում անդամագրվելու պարագայում։ Այդ ամենից հետո ուժեղ առաջնորդությունը իրենից ենթադրում է, որպեսզի կարողանա ստեղծել միջավայր եւ այնպիսի փոխհարաբերություն, որպեսզի քո առաջ ստանձնած պարտավորությունները, քո գործընկերները կատարեն եւ քո ստանձնած պարտականություններին վերաբերվես ամենայն լրջությամբ։ Հետևաբար բոլոր համաձայնագրերը, որոնց կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, բոլոր իրավաբանական ուժ ունեցող պայմանագրերը, որոնց կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, պետք է իրականացվեն միջազգային իրավունքի եւ մեր ներպետական օրենսդրությանը համապատասխան եւ չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ վերջի վերջո դու հանդիսանում ես պետություն եւ մոտեցումը զրոյական կետից սկսելու մեր մասին չի,
բնականաբար մենք չենք տեսնում, որ փոփոխությունից հետո պետք է տարբեր բնակավարներում սկսենք զրոյական կետից եւ տարբեր մեխանիզմների վերափոխում պետք է իրականացնենք արտաքին քաղաքականությունում, այլ եղածը պետք է ամրացնենք, բաց թողնվածը պետք է վերականգնենք եւ ձեռք բերենք նոր գործընկերներ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Alpha News-ի տաղավարում հյուրընկալվել էր իրավագիտության տեխնացու Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արթուր Դանելյանը։